Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Մանասյան, ուշագրավ մի քանի թեմաներից սկսենք եւ գանք արդեն Մարդու իրավունքների տարեկան հաղորդման ու զեկույցին։ Եվ այսպես հետեւյալից Մղջան գյուղի դպրոցներից մեկում 4 դասարանի երեխաներին էին կապ կպել եւ թմրանյութային տվել, արարքը կատարել են նույն դպրոցի ավելի բարձր աշակերտները։ Այս միջադեպի առնչությամբ ՄԻՊ-ն ինչ որ բան արել է եւ ինչ արձագանք ունի։ Նախ կուզենամ հատուկ արձանագրել, որ ինքս մանրամասներ չեմ ներկայացնի, թե միջադեպի, թե գործի քննության հետ կապված, որովհետև սա առաջին հերթին քննության ենթակա, պարզման ենթակա հանգամանքներ են եւ բնականաբար դրա վերաբերյալ ինքս նաեւ իրավասություն չունեմ որևէ տեղեկատվություն ներկայացնելու, բայց որ ամենակարևորն է, առանցքային է, որպեսզի մենք նաեւ ամբողջական տեղեկատվություն ունենանք հարցի առնչությամբ մնացյալ մանրամասներին անդրադառնալու տեսանկյունից, որովհետև մեզ մոտ հիմա մի փոքր բոլոր հարցերի հետ կապված է, ավելի այսպես Facebook-յան դատավարությունների տիպի ինչ-որ գործընթաց է ընթանում, երբ պարզապես հարցի վերաբերյալ որևէ մեկը տեղեկատվություն է հրապարակում ու այսպես սկսվում է հենց օգտատերերի կողմից, դատավարություն հարցերին առնչվող առանց ամբողջական տեղեկատվություն ունենալու, նախ կարևորում եմ, որպեսզի ցանկացած հարցի հետ կապված քննարկումները իրականացվեն թե բավարար տեղեկատվության, թե նաև էթիկական չափանիշների պահպանման համատեքստում, ինչ վերաբերում է համակարգային առումով խնդրին, ապա կուզենամ նշել, որ եթե իհարկե քննությամբ հաստատվեն նշված հանգամանքները, ապա սա միանշանակ ոչ միայն երեխաների իրավունքների տեսանկյունից, այլ նաև ընդհանուր առմամբ հանցավորության աճի ու դրա պայքարի մեխանիզմների բավարար չլինելու տեսանկյունից կարող է շատ լուրջ խնդիրների մասին վկայել, որովհետև նախ խոսքը դպրոցական երեխաների մասին է եւ թե առերևույթ զոհ դարձած առերևույթ հանցանքի զոհ դարձած երեխաների, թե առերևույթ հանցանք կատարած երեխաների, բայց բնականաբար, ինչպես արդեն նշեցի, պիտի այս առնչությամբ իրականացվի թե համապատասխան քննություն, թե նաև բավարար տեղեկատվություն ունենանք։ Ամեն դեպքում նշեմ, որ ես շատ կարևոր եմ համարում ընդհանրապես ուսումնական հաստատություններում առողջ ապրելակերպի, բռնության տեսակների, նաև թմրամիջոցների եւ նման այլ հանգամանքների վնասակարության հետ կապված պատշաճ տեղեկատվության տրամադրումը երեխաներին, բայց դրանից բացի նաև կանխարգելիչ շատ լուրջ միջոցառումների իրականացումը, որովհետև գաղտնիք չէ, որ այո, այսօր տարածվածության տեսանկյունից այս ամենին մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք։ Դե այս դեպքի մասին մենք իմացանք, որովհետև շեշտը լրատվամիջոցները դրեցին հենց սրա վրա, բայց արդյոք եթե փորձենք ոչ թե այս դեպքով, այլ ընդհանուր դիտարկել, սա բացառիկ դեպք է, կարող ենք ասել մեր հասարակության մեջ եւ սա հենց այդ բացառիկ դեպքերից մեկն է, թե կարող է նաեւ նմանատիպ այլ եւ շատ ավելի վատ կամ ավելի մեղմ տարբերակներ լինեն այլ դպրոցներում։ Ես ցավալի տեղեկատվություն կուզենամ փոխանցել այս պահին, ընդհանրապես բռնությունը իր բոլոր տեսակներով Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ, բայց մասնավորապես ուսումնական հաստատություններում բավականին տարածված երևույթ է, խոսքը թե ֆիզիկական բռնությանն է վերաբերում, թե բռնության այլ տեսակներին ու նաև բուլինգի տարատեսակ դրսևորումներ են շատ լայն հասարակակիցների կողմից, թե հասակակիցների կողմից, թե ոչ հասակակիցների կողմից, ընդ որում կուզենամ նաև հատուկ արձանագրել, որ շատ դեպքերում ուսումնական հաստատություններում հենց անձնակազմն է ներգրավված լինում բուլինգին վերաբերելի տարբեր գործընթացներում։ Իհարկե մենք ունենք հիանալի անհատ մասնագետներ, ովքեր շատ պատշաճ գործունեություն են ծավալում այս ոլորտում, բայց համակարգային առումով սա շատ լուրջ խնդիր է, ավելին նշեմ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ տարի Հայաստանի դեմ վճիռ է կայացրել, որը ըստ էության վերաբերում էր դպրոցահասակ երեխայի հաշմանդամություն ունեցող երեխայի սեռական բռնության դեպքի եւ սա եւս վկայում է այն մասին, որ այո, միգուցե իրադարձությունները, որոնք մեզ հասանելի են դառնում հիմա, տեղի են ունեցել շատ տարիներ առաջ, կամ միգուցե կան իրադարձություններ, որոնք այս փուլում են տեղի ունենում, բայց այն մտայնությունը, որ Հայաստանում մենք զերծ ենք այսպիսի երևույթներից, չկան այսպիսի երևույթներ, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը,
ավելին նշեմ, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ բավականին մեծ թիվ են կազմում ուսումնական հաստատություններում եւ անչափահասների նկատմամբ տարբեր տեսակի բռնության դեպքերը, ու սա ոչ թե պետք է ժխտել, այլ սա պետք է բաց աչքերով տեսնել ու այս ուղղությամբ պատշաճ աշխատանքներ իրականացնել։ Բայց այստեղ խնդիրը հասարակության մեջ է, թե պետության որոշակի քայլեր չձեռնարկելու մեջ։ Իհարկե հասարակական մոտեցումներն էլ եւս դերակատարություն ունեն, որովհետեւ մեր մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ շատ դեպքերում ոչ միայն մասնագետները, այլ օրինակ նույն բռնության զոհ դարձած երեխաների ծնողները կարող են արդարացնել բռնությունը, նորմալ համարել դա, ու սա որոշ դեպքերում գալիս է մեր հասարակությունում առկա կարծրատիպային պատկերացումներից, բայց պետությունն է այն սուբյեկտը, որը պարտավոր է ոլորտում պատշաճ քաղաքականություն իրականացնել, մասնավորապես կանխարգելիչ քաղաքականություն, որը առաջնահերթ է, բայց դրա հետ մեկտեղ գործերի քննության պատշաճ քաղաքականություն, ավելին հանրային ընկալումների փոփոխությունը եւս պետության կողմից պետք է իրականացվի եւ այստեղ շատ կարեւոր դերակատարություն ունի ոչ միայն օրինակ դպրոցական հաստատություններում կամ բոլոր ուսումնական հաստատություններում երեխաների հետ համապատասխան աշխատանքների իրականացումը կամ ուսուցչական անձնակազմի հետ համապատասխան աշխատանքի իրականացումը, այլ նաեւ ծնողների հետ, որովհետեւ շատ դեպքերում բոլոր այն երևույթները, որոնց մենք բախվում ենք, իրենք ուղղակի կապ ունեն սխալ ոչ պատշաճ ծնողավարության հետ, երեխաների խնամքը եւ դաստիարակությունը ոչ պատշաճ եղանակով իրականացնելու հետ, ինչի ուղղությամբ եւս պետությունը միանշանակ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնի։ Մյուս միջադեպին գանք, խոսքը Մերձավանի դպրոցի միջադեպին է վերաբերում ուսուցչի պատմության եւ աշակերտների միջև, որը տեղի ունեցավ։ Բավականին մեծ արձագանք էլի, երկկողմանի քննադատություն, մի մասը ուսուցչին էր արդարացնում, մեղադրելով աշակերտների պահվածքը, այդ թվում նաեւ ծնողների, մյուս մասը ընդհակառակը թիրախավորում էր կամ արդարացնում էր, չէր թիրախավորում, արդարացնում էր այս դեպքում աշակերտների պահվածքը, թիրախավորելով ուսուցչին։ Այս միջադեպին որն է միպի արձագանքը եւ ինչու ենք նման իրադարձության ականատես լինում։ Դարձյալ այստեղ էլ նշեմ, որ մենք պետք է դուրս գանք այդ ֆեյսբուքյան դատավարությունների համատեքստից, եթե ուզում ենք իրապես այդ խորապես արմատավորված խնդիրները վերացնել եւ հարցին պետք է մոտենալ ոչ թե միմյանց մեղադրելու, այլ խնդիրները տեսնելու, հասկանալու եւ դրանք վերացնելու համատեքստով, եւ այս տեսանկյունից պետք է հատուկ արձանագրեմ, որ միջադեպը ամբողջությամբ ցույց տվեց այս ոլորտում առկա մարդու իրավունքների հետ կապված այդ թվում խնդիրները, որոնք մեր հանրապետությունում գոյություն ունեն, ընդ որում ոչ թե այս կոնկրետ դպրոցում, այլ բոլոր ուսումնական հաստատությունների եւ այս ոլորտին վերաբերելի բոլոր իրավունքների հետ կապված։ Նախ սկսենք նրանից, որ օբյեկտիվորեն միջադեպը միանշանակ որևէ կերպ չի կարող արդարացվել, այսինքն այն ձևաչափը, որով ուսուցչի հետ կապված, տարատեսակ հանգամանքներ էին քննարկման առարկա դարձել, ոչ պատշաճ քննադատական եղանակով եւ ինչը նաեւ տարածվեց հրապարակային թե զանգվածային լրատվության միջոցներով, թե տարբեր սոցիալական ցանցերով, սա անթույլատրելի ձևաչափ է, այսինքն սա միանշանակ պիտի արձանագրենք, սրա հետ մեկտեղ պիտի արձանագրենք, որ երեխաները պետք է ունենան հնարավորություն եւ պետությունը պետք է նրանց համար ստեղծի կառուցակարգեր իրենց վերաբերելի հարցերը բարձրաձայնելու համար, այսինքն այն հանգամանքը, որ այս հարցը նման ձևաչափով էր քննարկման առարկա դարձել, նաև կոնկրետ պատճառներ ունի եւ այդ պատճառներից մեկն այն է, որ ըստ էության նման կառուցակարգեր միգուցե ձևավորված են կամ միգուցե ձևավորված չեն կոնկրետ ուսումնական հաստատություններում, բայց դրանք նաև պատշաճ չեն իրացվում, որովհետև հստակ տեղեկատվություն պետք է ունենան երեխաները, թե ինչպես կարող են բարձրաձայնել իրենց վերաբերելի խնդիրները։ Ինչպես նշեցի, այն ձևաչափը, որոնք նրանք բարձրաձայնում էին խնդիրները, մասնավորապես թիրախավորման եղանակները, վիրավորական արտահայտությունները եւ ըստ էության դրան ոչ միայն ծնողների ու ուսուցչական անձնակազմի կողմից չանդրադառնալը եւ դրան չհակազդելը, այլ հակառակ ուղղվածությամբ այսպես վարքագիծ դրսևորելը, սա
անթույլատրելի է։ Երկրորդ անթույլատրելի հանգամանքն այն է, որ անընդհատ նկատում եմ, որ կարծես թե հոգեկան առողջության խնդիր ունենալու հանգամանքն է մարդկանց թիրախավորվում, սա եւս ուզում եմ հատուկ արձանագրել, անթույլատրելի է, նաև այն պատճառով, որ Հայաստանում խորապես արմատավորված կարծրատիպային մոտեցումներ կան ընդհանրապես հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ, եւ սա խորացնում է այդ կարծրատիպերը, սա շատ անթույլատրելի եւ դատապարտելի երևույթ է եւ սրանից պետք է զերծ մնալ, բայց հաջորդ տեսանկյունն էլ այն է, որ ըստ էության այս ամբողջ ընթացքում նաեւ երեխաների անձնական տվյալների խախտմամբ ու նաեւ նրանց լավագույն շահի խախտմամբ նյութեր էին տարածվում եւ երեխաները եւս թիրախավորվում էին ըստ էության այդ համատեքստում ու այս հանգամանքին եթե նույնիսկ երեխաները չեն պատկերացնում, որ ըստ էության սա ճիշտ երևույթ չէ կամ իրենց վարքագիծը մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է, մեծահասակները կարող են դա կանխել, բայց կարծես թե կարծիք կա, որ հենց նրանց դրդմամբ է դա տեղի ունեցել։ Այսպես ասեմ, նույնիսկ եթե նրանց դրդմամբ տեղի չի ունեցել, միևնույնն է մեծահասակները լուրջ պատասխանատվություն են կրում այս առումով եւ լուրջ հարցեր են առաջանում, թե ինչ տրամաբանությամբ է կազմակերպվում նախ ընտանիքում երեխաների խնամքը եւ դաստիարակությունը եւ երկրորդը ինչ տրամաբանությամբ է կազմակերպվում նրանց ուսումնական գործընթացը հենց ուսումնական հաստատությունում եւ ուզում եմ հատուկ շեշտադրել, որ սրանք իրապես խորքային խնդիրներ են եւ դարձյալ բոլոր էմոցիաներից եւ տարատեսակ մեկնաբանություններից դուրս շատ լուրջ պրոֆեսիոնալ գնահատում պետք է իրականացվի այս բոլոր հարցերի եւ խնդիրները պետք է հասցեավորվեն հենց այդ եղանակով առանց այսպես լուրջ մեղադրական դատողությունների, որովհետեւ ես կարծում եմ, որ սա երևույթ է, որը տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով մեր շրջապատում, մեր միջավայրում, այո, պարզապես տեսախցիկները այդտեղ չեն լինում եւ սա շատ բացասական երևույթ է ու դրա դեմ պետք է պայքարել միանշանակ։ Տիկին Մանասյան, այսինքն եթե ընդհանուր փորձենք ամփոփել այս երևույթի վերաբերյալ գնահատականը, կարելի է ասել, որ երկուստեք իրավունքների խախտում է տեղի ունեցել եւ երեխաների պարագայում, որ նրանք ուղղակի թիրախավորվել են, եւ նաեւ ուսուցչի պարագայում, ով թիրախավորվել է երեխաների, ծնողների եւ նաեւ ուսուցչական անձնակազմի կողմից։ Միանշանակ եւ սրան պետք է գումարենք երկու հանգամանքի եւս, մեկը այն, որ ուսումնական հաստատություններում պետք է լինի երեխաների կողմից իրենց մտահոգությունները ներկայացնելու կառուցակարգ, ուսուցիչները պետք է ունենան հմտություններ, թե կառավարելու գործընթացները, թե լսելու խնդիրների մասին, բայց դրա հետ մեկտեղ, ինչպես հստակ նշեցիք, այո, թե ուսուցչի թիրախավորման, թե միգուցե ակամայից տարատեսակ հանգամանքներ թիրախ դարձնելու օրինակ հոգեկան առողջության եւ այլ հարցերը եւ նաեւ երեխաների անձնական տվյալների պաշտպանության ու նրանց թիրախավորման հետ կապված խնդիրները բազմաթիվ էին։ Մեկ այլ հարցի կուզեի անդրադառնայինք, չգիտեմ որքանով է ձեր գնահատման տիրույթում հարցս, բայց եւ այնպես խոսքը վերաբերում է Մարմարի գյուղում անհետացած 2-ամյա Տիգրանի դեպքին։ Սա այն թեման է, որ օրեր շարունակ եւ նաեւ այսօր էլ լրատվամիջոցների էկրաններից չի իջնում եւ ուշագրավն այն է, որ շատ լրատվական էջեր իրենց համարող որոշ կայքեր կամ էլեկտրոնային հարթակներ պարբերաբար տարբեր տեղեկատվություններ են տարածում, որոնք նույնիսկ հիմնավորել չեն լինում եւ շատ հաճախ թիրախավորում են հենց ընտանիքի անդամներին, մասնավորապես ծնողներին, ասելով, որ իրենց ուշադրության պակասի պատճառով է նաեւ դեպքը գրանցվել։ Այստեղ ՄԻՊ-ը որևէ անելիք կամ ասելիք ունի։ Այստեղ իհարկե մենք քննություն իրականացնող մարմին չենք կարող լինել եւ ոչ էլ որոնողական աշխատանքներ իրականացնող մարմին, պարզապես որպես մարդու իրավունքների պաշտպան կուզենամ հատուկ արձանագրել, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում թե հասարակությունը, թե նաեւ զանգվածային լրատվության միջոցները բացարձակապես զգայուն չեն տարբեր հարցերի լուսաբանման առումով եւ այս ուղղությամբ պետք է շատ լուրջ աշխատանքներ իրականացնել, որովհետեւ զանգվածային լրատվության միջոցներով տարած տեղեկատվությունը ամենօրյա ռեժիմով իր մեջ պարունակում է ոչ զգայուն բովանդակություն, գրեթե միշտ պարունակում է ատելության խոսքի դրսևորումներ, որը ըստ էության շատ դեպքերում նույնիսկ դիտավորությամբ չի արվում, քանի որ այդ ոլորտի առնչությամբ չկան բավարար գիտելիքներ եւ հմտություններ, եւ այո, միանշանակ համարում եմ, որ
այս երևույթները պետք է հասցեավորվեն եւ սրա դեմ պետք է շատ լուրջ պայքար մղվի, ավելին ասեմ, ես նույնիսկ հրապարակային եմ խոսել այն մասին, որ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ որոշ հանցագործությունների զոհ դարձած երեխաների անձնական տվյալներ են հրապարակում, օրինակ սեռական բռնության զոհ դարձած երեխաների կամ անձնական տվյալներ են հրապարակում կամ դեպքի այնպիսի մանրամասն նկարագրություն են տալիս եւ նաեւ երեխայի անվան առաջին տարի ու նրա բնակության վայրի, որ ակնհայտ է թե ում մասին է խոսքը եւ երեխաները շատ դեպքերում իրական խնդիրներ են ունենում եւ իրապես թիրախավորվում են նաեւ համայնքում, հետեւաբար այս ուղղությամբ միանշանակ պետք է շատ լուրջ աշխատանքներ իրականացնել եւ խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձնել։ Գանք այլ հարցի։ Օրերս մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ այցելել է Սյունիքի սահմանամերձ բնակավայրեր։ Ինչ այցեր են դրանք, ինչ է արձանագրել։ Նախ նշեմ, որ շատ կարևորում եմ ինքս մարզային այցերը եւ գրասենյակային աշխատանք չէ միայն, որ իրականացնում եմ ու չափազանց հաճախ եմ հայաստանյան մարզեր այցելում, հատկապես գյուղական բնակավայրերում եմ շատ լինում եւ մարդկանց հետ շատ եմ շփվում։ Այս այցը առանձնանում էր նաև նրանով, որ այցը համատեղ էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ, սա եւս շատ կարևոր հանգամանք է, քանի որ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում, նաև սահմանամերձ բազմաթիվ բնակավայրերում բազմապիսի խնդիրներ կան, թե ենթակառուցվածքների, թե իրավունքների այլ ոլորտների հետ կապված, որոնք կարևոր է, որպեսզի կարողանանք հասցեավորել թե պետության ներսում, թե միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, մասնավորապես, եթե խոսքը վերաբերում է որոշակի միջազգային աջակցությանը, այդ թվում ներդրումային համատեքստում կամ աջակցություն կոնկրետ բնակավայրերին իրականացնելու համատեքստում, որը Միավորված ազգերի կազմակերպություն նստեյության իրականացնում է եւ նաեւ մեր այցի ընթացքում բազմաթիվ հարցեր, որոնք արձանագրեցինք, հասցեավորվեցին հենց ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից եւ ըստ էության կա հանձնառություն նաեւ դրանց լուծումներ գտնելու։ Իսկ ինչ հարցեր արձանագրեցիք, խնդրեմ։ Օրինակ, հատուկ ուզում եմ այս մասին խոսել եւ կարեւորում եմ, որպեսզի քաղաքացիների ձայնը նաեւ լսելի լինի, այդ թվում հանրային հեռուստաընկերությամբ, ըստ էության գրեթե բոլոր գյուղերում թե ենթակառուցվածքների, թե հանրային ծառայությունների հասանելիության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Առաջին հերթին կուզենամ ջրի հասանելիության հետ կապված հարցը բարձրաձայնել, երկրորդ կարևորագույն հարցը, որ դարձյալ շատ կարևոր է, ջեռուցման համակարգերի հասանելիության հարցը, որը լրջագույն խնդիր է, քանի որ դարձյալ այդ թվում տարբեր միջազգային գործընկերների, նաև ՄԱԿ-ի աջակցությամբ, օրինակ արևային պանելներ են գյուղերի որոշակի տներում կամ հատվածներում տեղադրված եւ ինչ որ չափով սրանք լուծում են տարիներ շարունակ ձգված խնդիրները ջեռուցման հետ կապված, բայց միևնույն է խնդիրը համակարգային առումով մնում է չլուծված, հետեւաբար այս առումով պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ ակտիվ հիմա գործում է այդ թվում էկոպարեկային ծառայությունը եւ մարդիկ, որոնք այլ տարբերակ չեն ունեցել իրենց ջեռուցումը կազմակերպելու, քան օրինակ վառելափայտի միջոցով դա կազմակերպելն է, հիմա բազմաթիվ դժվարություններ ունեն, իհարկե էկոպարեկային ծառայությունը շատ կարևոր դերակատարություն ունի եւ նաեւ բնության պահպանությունը, բայց պետությունը պարտավոր է երաշխավորել նաեւ քաղաքացիների ջեռուցման խնդիրների լուծումը, այդ թվում այլընտրանքային եղանակների առաջարկումը։ Շատ կարևոր էր, որ որոշ բնակավայրերում իրապես կար հանրային տրանսպորտի հետ կապված խնդիր եւ սա եւս պետք է թե պետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հասցեավորվի, այո, իհարկե ոչ բոլոր բնակավայրերում, բայց որոշ բնակավայրեր կային, որ այդ խնդիրը ունեին, մասնավորապես օրինակ Խնածախ եւ Խոզնավար բնակավայրերում այդ հարցը քաղաքացիները բարձրացրեցին։ Գրեթե բոլոր բնակավայրերում քաղաքացիները բարձրացրել են զբաղվածության խնդրի հետ կապված հարց եւ սա կարծում եմ այն լրջագույն հարցերից է, որին պետք է խորապես այսպես ուսումնասիրությունների արդյունքում լուծում տրվի, որովհետեւ գրեթե մեծ մասը կամ սահմանամերձ բնակավայրեր են կամ հեռավոր բնակավայրեր են եւ շատ կարեւոր է, որպեսզի այդ թվում զբաղվածությունն ապահովելու միջոցով կարողանանք երաշխավորել, որպեսզի քաղաքացիները այդտեղ ոչ թե պարզապես ապրեն, այլ նաեւ պատշաճ միջավայրում ապրեն։ Իսկ անվտանգային տեսանկյունից ինչ խնդիրներ եք արձանագրել։ Անվտանգային տեսանկյունից ըստ էության հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում որոշակի անկանոն ըստ Պաշտպանության նախարարության կրակոցների Ադրբեջանի կողմից։ Այո, սա կարևորագույն հարց է, որին եւս անդրադարձ կատարել ենք։ Իհարկե,
քաղաքացիները մի շարք հարցեր մեզ ներկայացրել են խորհրդապահական եղանակով, բայց ես կուզենամ իմ արձանագրումների մասին, ընդհանուր արձանագրումների մասին նաև հրապարակային խոսել, քանի որ ակնհայտ է, որ սահմանային անվտանգության այս խնդիրներով պայմանավորված քաղաքացիների թե կյանքի, անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու եւ մի շարք այլ իրավունքների հետ կապված բազում խնդիրներ կան, որովհետեւ ըստ էության թե այն հանգամանքը, որ կրակոցները կարող են թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ եւ որոշ նման դեպքերում արձանագրված մենք ըստ էության գործ ենք ունեցել քաղաքացիական օբյեկտների վնասման հետ եւ նաեւ այն դեպքերում, եթե նույնիսկ որևէ քաղաքացիական օբյեկտ չի թիրախավորվում, սա միևնույն է լուրջ խնդիր է մնում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից եւ իհարկե այս հանգամանքներին եւս պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել, ավելին շատ դեպքերում քաղաքացիները պարզապես այս սահմանային անվտանգության խնդիրների պատճառով զրկվում են օրինակ իրենց ամենօրյա գործունեությունն իրականացնելու մշտական հնարավորություններից, օրինակ գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ այլն, ինչը ակնհայտորեն պետք է հասցեավորված խնդիր լինի։ Շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ ըստ էության այս բնակավայրերում շինարարական, ճանապարհաշինարարական որոշակի աշխատանքներ էին իրականացվում, բայց դրանց ծավալը պետք է ավելի մեծանա եւ կարեւոր է նաեւ, որ գյուղամիջյան ճանապարհները եւս բարեկարգվեն ու նաեւ պարտադիր կուզենամ խոսել մի կարևոր խնդրի մասին եւս, բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրներն են գրեթե բոլոր բնակավայրերում, իհարկե իրենց առանձնահատկություններով պայմանավորված, օրինակ Մեղրի խոշորացված համայնքում եւ համապատասխան գյուղական բնակավայրերում իմ գնահատմամբ սա իրապես լուրջ խնդիր է, օրինակ դիալիզի հնարավորությունների բացակայությունը, որոշակի բժշկական լրջագույն սարքավորումների բացակայությունը, որոնց պատճառով մարդիկ ստիպված շատ երկար ճանապարհ են կտրում հասնելու այլ բնակավայր եւ այնտեղ անցնելու հետազոտություններ, մինչդեռ բոլորս հասկանում ենք, որ դա կարող է նաեւ ճակատագրական լինել ըստ էության բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեսանկյունից եւ նաեւ գրեթե բոլոր բնակավայրերում բարձրացվել է իհարկե շտապ բժշկական օգնության շատ ավելի հասանելի լինելու հարցը, օրինակ տեղ համայնքում մենք քննարկել ենք այն հանգամանքը, որ կարևոր կլինի, որ այդտեղ առնվազն մեկ շտապ բժշկական օգնության մեքենա ինքնին արկա լինի, որպեսզի հնարավոր լինի ծայրահեղ իրավիճակներում քաղաքացիներին պատշաճ մակարդակով բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերել։ Լավ, Տիկին Մանասյան, ՄԻՊ-ը տարեկան զեկույց ներկայացրեց ազգային ժողովում վերջին քառօրյայի ընթացքում եւ դա համընկավ միջադեպերի հետ, երբ ազգային ժողովում գրքերն այնքան էին թեժացել, որ քաղաքական գործիչները միմյանց նկատմամբ հայհոյանքներ ու վիրավորանքներ էին արտահայտել։ Կողմերը բնականաբար մեղադրում են միմյանց այս կատարվածի սադրելու մեջ եւ նաեւ ատելության խոսք տարածելու, գեներացնելու մեջ։ ՄԻՊ-ը այստեղ ինչ ասելիք ունի։ Ես այն ասելիքը, որն ունեմ, արդեն ասել եմ հենց ազգային ժողովում, նաև իմ եզրափակիչ ելույթի ընթացքում, ես անթույլատրելի եմ համարում ուղղակի նշված միջադեպերը, այստեղ ոչ թե միմյանց մեղադրելու կարիք կա, այլ կարիք կա բոլոր կողմերի տեսանկյունից ինքնասահմանը փակվելու, իրապես չհնչեցնելու ատելության խոսքի որևէ դրսևորում։ Երկուստ եք տեսնում խնդիրը, երկու կողմից էլ տեսնում եք, որ կա իրավիճակի սրում։ Ես ոչ թե իրավիճակի սրման մասին կխոսեմ, որը ըստ էության իմ գործառույթը չէ, այլ կխոսեմ այն մասին, որ երկկողմանի տեսնում եմ խոսքի այնպիսի տեսակների տարածում, որոնք միգուցե քրեական պատասխանատվության ենթակա չեն կամ միգուցե քաղաքական խոսքը ավելի լայն հնարավորություններ ունի տարածման տեսանկյունից եւ այլն, բայց միանշանակ մարդու իրավունքների տեսանկյունից դրանք սխալ պատկերացումներ են տարածում քաղաքացիների մոտ եւ անթույլատրելի է նման խոսքի հնչեցումը, ավելին եմ ուզում արձանագրել ու նաեւ քանի որ նոր եմ վերադարձել մարզային այցերից, գյուղական բնակավայրերի այցերից, ուզում եմ փոխանցել նաև քաղաքացիների մոտեցումները այս հարցերի հետ կապված։ Բնականաբար մեր քաղաքացիները ոչ միայն չեն ուզում տեսնել այդպիսի միջադեպեր եւ նման խոսքերի դրսևորում, քանի որ դա որևէ կերպ չի նպաստում իրենց խնդիրների լուծմանը, այլ քաղաքացիները ուզում են, որպեսզի այս անձնական եւ քաղաքական հանգամանքներից դուրս իրապես քննարկման առարկա դառնան իրենց իրավունքներին առնչվող հարցերը, որոնք շատ դեպքերում պարզապես դուրս են մնում քննարկումից, քանի որ մենք այսպիսի միջադեպեր ենք ունենում։ Լավ, քննադատություն, որը հնչում է արդեն ձեր կառույցի նկատմամբ, խոսքը վերաբերում է նրան, որ ՄԻՊ-ը միջազգային հարթակներում չի ներկայացնում Հայաստանում խոշտանգումների եւ ոստիկանության կողմից բռնության դեպքերը, այդպես է թե ոչ։
Բնականաբար այդպես չէ եւ որտեղից է գալիս քննադատությունը։ Անկեղծ ասած ես քննադատության բովանդակությունը չեմ կարող հասկանալ, իհարկե պատճառները հասկանում եմ, բայց բովանդակությունը չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ ոչ միայն մեր զեկույցում, որտեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրված, թե խոշտանգումների, թե վատ վերաբերմունքի այլ ձևերի, թե ոստիկանական բռնությունների, անհամաչափ ուժի կիրառման, նշված գործերի քննությունների հետ կապված, նաև միջազգային հարթակներում ինքս շատ ակտիվ եմ այս խնդիրները բարձրաձայնելու առումով, բոլորովին վերջերս ինքս այլընտրանքային զեկույց եմ ներկայացրել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին, մեր հաստատությունը շատ ակտիվացրել է իր աշխատանքները ՄԱԿ-ի տարբեր մեխանիզմներին, թե հրապարակային, թե ոչ հրապարակային տարբեր ձևաչափերով զեկույցներ ներկայացնելու առումով, որտեղ մշտապես այս հարցին անդրադարձ է կատարվում, նաև բոլոր միջազգային գործընկերների հետ շփումներում ես պարտադիր անդրադարձ եմ կատարում նշված խնդրին, հետևաբար ինձ համար անկեղծ պիտի լինեմ, անհասկանալի են նման քննարկումները որպես այդպիսին, որովհետև եթե մենք միտում ունենայինք կամ նպատակ ունենայինք որևէ բան թաքցնելու, պարզապես որևէ տեղ դրա մասին չէինք խոսի կամ չէինք գրի։ Օրինակ վերջին դեպքերը, որը ոստիկանական բաժանմունքներից մեկում էր տեղի ունեցել, դրա մասին միջազգային գործընկերներին տեղյակ եք պահել, մասնավորապես խոսքը վերաբերում էր նրան, որ տուժողը հայտնել էր, թե իրենց տուն են ներխուժել, կնոջ ներկայությամբ իրեն ծեծել են, հետո տարել են ոստիկանական բաժանմունք, սկոճել են բերանը եւ շարունակել են խոշտանգումները։ Մենք ըստ էության ոչ թե կոնկրետ դեպքերի վերաբերյալ ենք տեղեկատվություն փոխանցում, թեպետ շատ կոնկրետ դեպքեր նաեւ մեր զեկույցներում ըստ էության նկարագրված են եւ նաեւ որոշակի տեղեկատվություն վերջին օրերին զետեղել ենք, հրապարակել ենք մեր կայքեջում, համակարգային խնդիրների մասին ենք խոսում առաջին հերթին եւ այո, սրանք համակարգային խնդիրներ են եւ այս խնդիրները բնականաբար այսօր որևէ մեկը չի կարող թաքցնել, որովհետեւ սոցիալական հարթակների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում այդ խնդիրները մշտապես հասանելի են դառնում բոլոր գործընկերներին եւ մենք նաեւ այդ տեղեկատվությունը փոխանցողներից մեկն ենք, ավելին նշեմ, շատ կարեւոր է, որպեսզի այս ոլորտում պատշաճ համագործակցություն լինի թե պետական մարմինների, թե մեր եւ քաղաքացիական հասարակության գործընկերների միջև։ Մենք ունենք բազմաթիվ քաղաքացիական հասարակության գործընկերներ, ում հետ լրջորեն համագործակցում ենք այս ոլորտում եւ ես շատ բարձր եմ գնահատում նրանց աշխատանքը եւ մեկ անգամ եւս հայտնում եմ իմ հանձնառությունը ցանկացած քաղաքացիական հասարակության գործընկերոջ հետ համագործակցելու այս ոլորտին վերաբերելի խնդիրները լուծելու հարցում։ Կարճ բնականաբար շատ ծավալուն փաստաթուղթ է տարեկան հաղորդումը, որը ՄԻՊ-ը ներկայացրել է, բայց եւ այնպես ընդհանուր գնահատման բովանդակության մասին խոսելով, կարող եք ասել Հայաստանում հիմա մարդու իրավունքների վիճակը ինչպիսին է, յուրաքանչյուր տարի երբ զեկույցն ու այդ հրապարակում ներկայացնում եք, արդյոք մենք կարող ենք ասել, որ տարեցտարի մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավում է եւ խախտումները հնարավորինս նվազեցվում։ Ոլորտներից է կախված, որովհետև կան ոլորտներ, որտեղ միանշանակ է եւ շատ ակնհայտ է զարգացումը, բայց կան նաեւ ոլորտներ, որտեղ մենք շարունակում ենք տարիների կտրվածքով բազմաթիվ խնդիրներ ունենալ եւ շատ կարեւոր է դարձյալ, որպեսզի մենք աչք փակենք այդ ամենի վրա կամ արդարացնենք այդ ամենը, այլ հակառակը խոսենք խնդիրների մասին բաց աչքերով, ընդունելով խնդիրները եւ փորձելով պայքարել դրանք վերացնելու ուղղությամբ եւ այս առումով դարձյալ ես մի անգամ էլ հայտնում եմ իմ հանձնառությունը ոչ թե խնդիրները օգտագործելու մարդկանց ու կառույցներին թիրախավորելու առումով, այլ հակառակը փորձելու համագործակցությամբ բոլոր դերակատարների հետ գտնելու այս խնդիրների համար լուծումներ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Անահիտ Մանասյանն էր, կհանդիպենք։